Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ, բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Ավետիք Իսահակյանի Երևանյան տուն-թանգարանում եւ իմ զրուցակիցն է թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը։ Իսահակյանի թանգարանը մեր հայտագրի լավագույն բարեկամներից է եւ անչափ ուրախ եմ, որ այսօր դարձյալ Ավետիք Իսահակյանի հոբելյանական տարվա շրջանակում մենք հնարավորություն ունենք ներկայացնելու ընթացիկ ձեռնարկները։ Ուրախ եմ, որ այս հանդիպումը դարձյալ իրականություն է եւ կարող ենք Վանաձայնի եթերում ներկայացնել թանգարանի ընթացիկ ծրագրերը։ Հոբելյանական տարի է, ինչ է նախատեսված, ինչ եղավ եւ ինչ է լինելու։ Ողջունում եմ, շնորհակալ եմ նորից մեզ մոտ լինելու համար։ Ասեմ, որ այս տարի արդեն շատ կարևոր եւ պատմական իրադարձություններ տեղի ունեցան։ Լայպցիգում տեղադրվեց հուշատախտակ այնտեղ, որտեղ Իսահակյանն ապրել էր Լայպցիգում սովորելու տարիներին, թանգարանի նոր գրական հատվածի ցուցադրությունը բացվեց եւ շատ հետաքրքիր մի կարևոր իրադարձություն մեզ սպասվում է ապագայում, ասեմ նաեւ, որ թանգարանի այգում ունեցավ պատմական աննախադեպ համերգ Հայկ Մելիքյանի կատարմամբ իսահակյանական երգերի պրեմիերաներով համաշխարհային եւ թանգարանի այգին կենթանացավ այս համերգի շնորհիվ եւ ապագայում արդեն հոկտեմբերի 14-ին Փարիզի Նալկո համալսարանում տեղի կունենա իսահակյանական համաժողով, գրքի շնորհանդես, ֆրանսերեն հայերեն Աբուլալա Մահարի պոեմի, ինչպես նաեւ ֆիլմի ցուցադրություն կլինի ֆրանսերենով այնտեղ։ Հետագայում արդեն պլանավորում ենք վարպետի Նորը մեծ միջոցառումներ, էլի գրքի շնորհանդես պարսկերեն հայերեն Աբուլալա Մահարի պոեմի եւ ապագայում ունենք պլաններ Վենետիկում միջոցառումներ իրականացնելու, թանգարանն այս պահին աշխատում է բազմաթիվ գրքերի, այսպես լույս ընծայման վրա, պատկերագիրքը կհրատարակվի վարպետի լուսանկարներով, որոնք առաջին անգամ կներկայացվեն հանրությանը, այսպես ընթացիկ աշխատանքների մեջ ենք։ Իսկապես ընթացիկ աշխատանքները շատ են եւ անչափ ուրախալի է, որ վարպետի թանգարանի ցուցասրահը նոր շունչ, նոր տեսք, ժամանակակից բավականին հետաքրքիր տեսք է ստացել։ Ինչ է ներկայացված այստեղ։ Իհարկե մենք մեր հայտագրի ընթացքում նաեւ զուգընթաց կներկայացնենք, սակայն ցանկալի է, որ ձեր կողմից նույնպես ներկայացվի։ Ցուցադրության վերնագիրը վարպետի ոդիսականն է, Իսահակյանը ներկայացված է Իսահակյանի մարդ կերպարն է ներկայացված ցուցադրության մեջ, որտեղ Իսահակյանը ոչ իր կամքով հեռու է գտնվում հայրենիքից, իմ ետևում տեսնում եք քարտեզը եւ այն երկրները, որտեղ ապրել է Իսահակյանը, սակայն որտեղ էլ որ ապրում էր, թեկուզ Փարիզում լավագույն վայրերում լինելով, ասում է, որ Երանի լինեի իմ հայրենի բնաշխարհում, Երանի լինեի Արագածի լանջին այս պահին եւ հենց այդ է պատկերված այստեղ Իսահակյանի ոգեղենությունը եւ ոդիսականը, որը ավարտվում է եւ հայացքը միշտ հառում է դեպի հայրենիք եւ ոդիսական եւ վարպետի ավարտվում է ուստակարով վեպի ներկայացմամբ, որն այդպես էլ կիսատ մնաց եւ Իսահակյանն ինքը ասաց, որ այդ վեպը կավարտվի այն ժամանակ, երբ կլուծվի հայկական հարցը, հաջորդ հատվածում ներկայացնում ենք եւ Արարատսարի պատկերը եւ հայկական հարցի չլուծված լինելու այդ հանգամանքը եւ ուստակարով վեպի կիսատ լինելու այդ հանգամանքը եւ ընթացիկ նաեւ ներկայացված է Իսահակյանի կենսագրական շատ դրվագներ, որոնք վարպետի կերպարը ներկայացնում են այսօրվա մարդուն։ Եվ քանի որ այս ցուցասրահի զարդերից մեկն էր նաև Ռեալտոյի կամուրջը, այն թանգարանում է եւ դարձյալ հետագայում ցուցադրվի։ Այո, միանշանակ Ռեալտոյի կամուրջի վերացուցադրման աշխատանքներն այս պահին ընթանում են, դրանք թանգարանի կրթական ծրագրերի համար նախատեսված հատվածում են իրականացվում։ Այս պահին մենք պետք է մեր զրույցը ընդմիջենք, լսելու ենք Իսահակյանի խոսքերով մեկ ստեղծագործություն եւ շարունակենք։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ Հայաց Երևանից հաղորդաշարում այսօր մենք գտնվում ենք Ավետիք Իսահակյանի Երևանյան տուն-թանգարանում, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը։ Դիտում ենք, լսում ենք հոլովակը, խնդրեմ։
Բարեկամներ, շարունակվում է Հայաց Գերևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Ավետիք Իսահակյանի Երևանյան տուն թանգարանում, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի տնօրեն Արմին Ավետիսյանը։ Անդրադարձանք թանգարանի նոր ցուցասրահին, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի հոբելյանական տարվա միջոցառումներին, սակայն Իսահակյանը պետք է նաև այսօր անդրադառնանք 150-ամյա միշտ երիտասարդ Իսահակյանին։ Իսահակյան երիտասարդների սիրելին է, Իսահակյանն այսօր երիտասարդների կողմից երգվում է։ Իսահակյանը մշտապես նոր ստեղծագործություններ են ի հայտ գալիս, որոնք երգեր են դառնում։ Ինչու է բացատրվում Իսահակյանի 150-ամյա երիտասարդ լինելու հանգամանքը ըստ ձեզ։ Կարծում եմ, որ Իսահակյանի կերպարը հենց այդպիսին է, իր ապրած տարիներին էլ վարպետը եղել է ժամանակի մարդ, միշտ ձեռքը ժամանակի երակին է եղել, կարելի է ասել, եւ երիտասարդների համար երիտասարդ է եղել, մեծահասակների համար իմաստուն խորհրդատու է եղել։ Մենք էլ փորձում ենք Իսահակյանի կերպարը ավելի հարազատ ու ավելի ճանաչելի դարձնել այսօրվա մարդուն, ինչի շնորհիվ մենք ունենք բազմաթիվ բազմաբովանդակ նախաձեռնություններ, հոբելյանական ծրագրերից մեկն էլ վարպետի պատմասացության դասերը բիզնեսի եւ մասնագիտական աճի զարգացման համար, սա աննախադեպ նախաձեռնություն էր, երբևէ նման բան չի եղել, մեծ այսպես արձագանք է ստացել մասնագիտական շրջանակում, Իսահակյանի հեքիաթները, առակները եւ լեգենդները կիրառվում են որպես կրթական նյութեր բիզնեսի եւ մասնագիտական աճի զարգացման համար, դրանք միքսվելով մասնագետների կողմից եւ այսօր արդեն ունենք բավական հետաքրքիր էսսեներ հավաքված ծրագրի շրջանակում, դրանք կդառնան ուսումնական ձեռնարկ եւ մասնագիտական կրթական հաստատություններում կտարածվեն եւ ուսանողները դրանք կկարդան եւ կփորձենք նաեւ Իսահակյանին այս ոլորտում տարածել, թանգարանը նաեւ այս ոլորտ բարձրացնել։ Կարծում եմ, որ մեր խնդիրն է նաեւ Իսահակյանի կերպարը այսօրվա մարդուն ավելի հասանելի դարձնելը։ Պարզ է եւ հոբելյանական տարվա շրջանակում հրատարակչական գործունեություն։ Այո, միանշանակ, արդեն գերմաներեն Աբուլալա Մահարի պոեմը թարգմանված հրատարակվել է, այս պահին ընթացքի մեջ է ֆրանսերեն հայերենը, ընթացքի մեջ է պարսկերեն հայերենի տպագրությունը, թանգարանը նախաձեռնել է Իսահակյանի մասին հուշագրքի հրատարակությունը, որը մինչև տարվա վերջ կիրականացվի, եւ պատկերագրքի հրատարակությունը ելի մինչև տարվա վերջ կիրականացվի։ Թանգարանը ունի հետաքրքիր հաճելի անակնկալ փոքրիկների համար, խաղ գրքեր ենք տպագրել, խոսող գրքեր ենք տպագրել, որոնց շնորհանդեսը կլինի, կարծում եմ, վարպետի ծննդյան օրը ամսի 30-ին, մի մկան պատմություն առակի հիման վրա Իսահակյանի, եւ էլի փոքրերի համար ունենք շատ հետաքրքիր այսպես անակնկալ ներկայացում, տեխնիկայի ներկայացում, որը էլի աննախադեպ է լինելու։ Եվ անչափ ուրախալի է, որ նաեւ շատ հետաքրքիր ձևով թանգարանի այգին է օգտագործվում, որտեղ վարպետը շրջել է, վարպետը ստեղծագործել է, այդ այգին եղել է նաև երբեմն ինչու՞ չէ ներշնչանքի աղբյուր, իսկ այսօր այն կենթանի ապրում է։ Այո, այսօր ճիշտ նշեցիք, կենթանացել է վարպետի այգին, այնտեղ է տեղադրված Իսահակյանի սիրելի նստարանը, որը Ռաֆայել Իսրայելյանի նախագծով է պատրաստվել եւ ճարտարապետների միությունն է նվիրել Իսահակյանին եւ մենք զգում ենք վարպետի շունչը այգին կիրառվում է նաեւ որպես աշխատանքային տարածք, այսինքն մարդիկ կարող են գալ, նստել այգում եւ իրենց աշխատանքը կատարել մեկ բաժակ սուրճի վայելումով, այնպես որ մեր հայրենակիցներին եւս հրավիրում ենք թանգարան վայելելու վարպետի այգին։ Շնորհակալ եմ բարեկամներ, իսկապես Հայաստան գալու դեպքում անմիջապես եկեք նաև Իսահակյանի տուն, քանի որ այստեղ հատկապես այս տարվա ընթացքում իսկապես հրաշալի միջոցառումներ են նախատեսված, մեկը մյուսից հետաքրքիր։ Շնորհակալ եմ, բոլորիդ հրավիրում եմ վարպետի տուն։ Հիշեցնեմ, որ Հայաց Գերևանից հաղորդաշարում այսօր իմ զրուցակիցն էր Ավետիք Իսահակյանի Երևանյան տուն թանգարանի տնօրեն Արմին Ավետիսյանը։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, մենք էլ պարբերաբար կանդրադառնանք ձեր թանգարանի գործունեությանը։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։